Իրականում այսօր ոչ մի բանի հավես չունեի, օրը մի տեսակ նենց մռայլ էր, ես էլ մի քանի պուստյակ բաներից մի քիչ նեղվել էի։ Հետո տունը նստած հիշեցի, որ ես նոր հետաքրքրություն ունեմ, դա այս YouTube-յան ալիքն է, ու որոշեցի մի քանի օծանելիքներով կիսվեմ ձեր հետ։ Բայց այսօրվա թեման արդեն աղջիկները եւ կանայք են։ Այսօր կխոսենք կանացի օծանելիքների մասին։ Գնացինք։ Շատ ժամանակ ինձնից չպահանջվեց այս հավաքածուն ընտրելու համար, քանի որ ընտրել եմ երկու չեմ ասի ուլտրա մաչելի, բայց մաչելի տարբերակներ եւ մեկ հատ արդեն միջին գնային սեգմենտից մի քիչ բարձր։ Այդ երկու մաչելիները այն տղամարդկանց համար են, ովքեր ինչ պատճառներով չեն կարողանում իրենց թույլ տալ իրենց սիրելիին կամ իրենց մայրիկին, իրենց տատիկին, իրենց քրոջը թանկարժեք օծանելիք նվիրել, բայց այս տարբերակները նվիրելիս հաստատ չեն ամաչի ու իրենց հարազատը հաստատ իրեն լավ կզգա, քանի որ միշտ կստանա մարդկանց կողմից կոմպլիմենտներ։ Դա երաշխավորված է։ Իսկ մյուս տարբերակը միջին գնային սեգմենտից մի քիչ բարձր է, արդեն այն տղամարդկանց համար, ովքեր նախորդ անգամ չեն նվիրել, այս անգամ որոշել են, որ այդ գումարը պետքա դնեն, դարձնեն կրկնակի ու այդ տարբերակը նվիրեն։ Ինչպես արդեն հասկացաք, այս վիդեոն ավելի շատ տղամարդկանց համար է, քան կանանց, որպեսզի իրենք մի փոքր պատկերացում ունենան, թե ինչ կարելի է նվիրել իրենց հարազատին։ Ինձ թվում է աղջիկների սրտով է այս ամենը։ Շատ չենք ձգում ու միանգամից անցնում եմ առաջին տարբերակին, դա Jimmy Choo-ի Eau de Parfum դասական տարբերակն է։ Այս օծանելիքը մի տեսակ առանձնահատուկ տեղ ունի իմ կյանքում, քանի որ իրականում տատանվում էի արժե ասել այս փաստը թե ոչ, բայց всё-же եկեք մի գաղտնիք բացեմ։ Իմ ուսանողական տարիներին, երբ ֆինանսը այդքան էլ շատ չէր, ես իմ կյանքի բոլոր ընկերուհիներին, այսինքն սիրած աղջիկներին, բոլորին նվիրել եմ այս տարբերակը։ Քանի որ ինքը մաչելի է, երկրորդ, ես անչափ շատ եմ սիրում այս տարբերակը, երրորդ, ինքը ահավոր ունիվերսալ է, չորրորդ, իրան նվիրելիս չես ամաչում, քանի որ ինքը իրոք արժանի տարբերակ է, ու հինգերորդ, ֆանտաստիկ հնչողություն ունի։ Իրոք ինքը այն եզակի տարբերակներից է իր գնային սեգմենտում, որ այն տիպի ունիվերսալ է, որ կարող ես նվիրել եւ մայրիկիդ, եւ քրոջդ, եւ սիրածդ աղջկան։ Տարիքային սահմանափակում չունի, եղանակի սահմանափակում չունի։ Ես իրականում մտածում էի, որ ինքը շատ հագեցած քաղցր կոմպոզիցիայի հիմքում այդ պաչուլին, այդ վառած կարամելային երանգը միայն ձմեռվա համար է, բայց արի ուտես, որ ինքը շատ հետաքրքիր թույլ ցիտրուսային երանգ ունի իր մեջ, որը մանդարինն է տալիս, եթե չեմ սխալվում, որ ինքը նույն կերպ ֆանտաստիկ է բացվում նաև ամռանը։ Ինքը քաղցր կոմպոզիցիա է, բայց այս քաղցրությունը ամառվա այդ շոգ եղանակներին չի վանում, որովհետև ես բազմիցս տեսել եմ աղջիկների վրա այս կոմպոզիցիան, իմ սեփական փորձից եմ ասում, արդեն դուք էլ գիտեք, որ շատ եմ հանդիպել այս տարբերակը տարբեր աղջիկների վրա ու կարող եմ փաստել, որ ամռանը ինքը իրոք նույն կերպ ֆանտաստիկ է բացվում, ոնց ձմռանը։ Կոմպոզիցիան, ինչպես արդեն նշեցի, քաղցրավուն է, իր հիմքում ընկած է վառած քաղցրավուն կարամելի երանգը ու պաչուլի թեթև, ինքը գիտեք, այստեղ պաչուլին այդ հողոտ ու փայտա ինչի, այստեղ ավելի շատ խոնավ պաչուլի է, որը տանձի երանգի հետ շատ թեթև քաղցրություն է տալիս կոմպոզիցիային, բայց մանդարինի, եթե չեմ սխալվում, մանդարինի կոմպոնենտ էլ է այստեղ կիրառված, մանդարինն էլ թույլ ցիտրուսային երանգ է տալիս, որը որ կոմպոզիցիան ավելի բալանսավորված է դարձնում։ Անսահման կայուն է, անիրական շլեյֆով։ Շատ մարդիկ օծանելիք ընտրելիս նայում են միայն այդ ֆակտորներին, այս տարբերակը դրանց հետ խնդիր չունի։ Կարող եք շատ հանգիստ ձեռք բերել, նվիրել, կամ եթե աղջիկներն են նայում, ինքներդ ձեր համար ձեռք բերել ու վստահեցնում եմ կոմպլիմենտները չեն սպասեցնի։ Իր մասին այսքան առայժմ։
Հաջորդ բյուջետային տարբերակը դա Dolce Gabbana-ի իմպերատրիցան է, բայց ի տարբերություն Jimmy Choo-ի, սա ըստ իս տարիքային սահմանափակում ունի։ Սա մի քիչ ավելի ջահելական է, մի քիչ ավելի կենսուրախ, մի քիչ ավելի ակտիվ, մի քիչ ավելի դեպի շոկ եղանակների համար, չնայած նրան, որ այս ձմռանը, եթե չխաբեմ, 3 հոգու մոտեցել եմ, բարևել եմ ու խնդրել եմ, որ իրենք ասեն ինչ օծանելիք են այս պահին ցանել ու իրենքն էլ այս տարբերակն է եղել։ Ձմռանը ինքը ուղղակի ֆանտաստիկ է բացվում, ինքն էլ կայունության ու շլեյֆի առումով ոչ մի խնդիր չի առաջացնի, որովհետև ես հիշում եմ Կարապի լճի մոտ 3 մետր հեռավորության վրա երկու աղջիկ էին քայլում, ես ճիշտ է շլեյֆից հասկացա, որ Dolce Gabbana-ի իմպերատրիցան են ցանել, բայց այս 21-րդ դարում այնքան շատ են կոփիները, այնքան շատ են արաբները կամ այլ նիշային բրենդներ կրկնօրինակում հայտնի արդեն դարձած օծանելիքների կոմպոզիցիաներ, որ ապահովության համար, իմ հանգստության համար ուզում էի մի հատ էլ ճշտեի ինչ տարբերակ է ցանել ինքը, որպեսզի հասկանամ սյուժե ինքը այդքան լավ շլեյֆ ունի, թե ոչ։ Ես հարցրել եմ ու այդ աղջիկը բավականին սիրալիր պատասխանեց, որ Dolce Gabbana-ի իմպերատրիցա դասական տարբերակն է ցանել, ու ես հասկացա, որ ինքը այն ամառային բույրերից չի, որ ստեղ ցանում է, ստեղ ավարտվում է կոմպոզիցիան, ինքը բավականին կայուն է ու շատ լավ տարածվում է։ Իսկ հիմա մի քանի բառով նկարագրեմ իր կոմպոզիցիան։ Սա իրականում այն եզակի կոմպոզիցիաներից է, որի նկարագրելու համար շատ բառեր պետք չեն։ Ուղղակի պետք է ձմերուկ բառը, կիվին, օզոնային թարմությունը, լիմոնի ծառի թթու երանգը ու ակվատիկ ծովային թարմությունը։ Ավելի բան պետք չի։ Ուղղակի կասեմ, որ ըստ իս սա ավելի շատ կսազի դպրոցական աղջիկներին կամ ուսանող աղջիկներին։ Մի տեսակ ավելի տարեց կանանց վրա ես սա չեմ տեսնում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Չնայած մարդիկ կան, կարող է իրենք օգտագործում են ու շատ էլ գոհ են։ Եվ վերջին տարբերակը, որի գնային սեգմենտը մի քիչ ավելի բարձր է, դա Gucci Gardenian-ն է։ Իմ վերջին տարվա սերը։ Ես չգիտեմ իրան ոնց նկարագրեմ։ Իրոք բառերս չեն հերիքի։ Սա այն աղջիկն է, սա այն նրբիկն է, ում համար ուզում ես ամեն ինչ անել։ Իրոք չես ուզում ինքը ինչ-որ մի նեղություն տենա այս կյանքում, որովհետև ինքը ֆանտաստիկ նուրբ աղջիկ է։ Ինքը չգիտեմ, ինքը իրան եթե ինչ-որ ծիծաղացնում ես, ինքը բերանը փակ է խնդում։ Ինքը այդ տիպի ամաչկոտ է, ինքը այդ տիպի նրբիկ է։ Իր կոմպոզիցիան ախր ինքը այնքան բալանսավորված է, որ շատ դժվար է ինչ-որ մի հատ կոմպոնենտ առանձնացնելը, բայց ամեն դեպքում եկեք փորձեմ։ Ինքը սպիտակ ծաղիկների մասին է, բայց այդտեղ այն մարդիկ, ովքեր սպիտակ ծաղիկները պատկերացնում են շատ սուր, տուբերոզա կամ ժասմին, այդտեղ այդ երանգները չկա։ Այդտեղ ամեն ինչից ինչ-որ մի հատ պատկերավոր նամյոկ է։ Ամեն ինչից շատ քիչ է ու շատ բալանսավորված է։ Այդ սպիտակ ծաղիկների վրա պատկերացրեք լցված է շաքարի փոշի, կամ շաքարավազ, կամ վառած շաքար, կամ քաղցր այզգույնի բամբակ։ Չգիտեմ, ինքը երևի թե իմ կոլեկցիայի ամենանուրբ կանացի տարբերակն է, որի շլեյֆը ու կայունությունը նաև փաստում են դա, որովհետև սրանց նման շլեյֆով ու սրանց նման կայուն չի ինքը։ Ինքը շատ նուրբ է։ Այդ աղջկա հետ պետք է այնքան մոտ լինես, որ ինքը իրեն մի փոքր քեզ մոտ պահի, որ դու զգաս այս տարբերակը։ Այլապես չես կարող այդ տարբերակը զգաս, եթե դիստանցիայի վրա պետք է շփվեք այս աղջկա հետ։ Սա կրկին ես պատկերացնում եմ դպրոցական չէ, ավելի շատ ուսանող աղջկա վրա, ու իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես այն չեմ պատկերացնում ավելի տարիքով կնոջ մաշկին։ Եթե նույն շարքից ավելի տարիքով տարբերակ է պետք, փորձեք այս նույն շարքի ժասմին տարբերակը, որը ավելի տարիքով, ավելի զուսպ, ավելի կայացած, ավելի զսպված տարբերակ է, որը ավելի հարմար կլինի տարիքով կնոջ համար։ Այս տարբերակը ինքը իր գույնը նույնպես հուշում է, որ ավելի կենսուրախ, ավելի
կյանքով լեցուն աղջիկների համար է։ Եվ վերջում ամենակարևոր պահերից մեկը, եթե հավանեցիք վիդեոն կամ ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիա տվեց այն ձեզ, կխնդրեի լայքեք, բաժանորդագրվեք ալիքին կամ կիսվեք ձեր ընկերների հետ վիդեոյով, քանի որ ամենակարևորն է հիշել, որ շնորհիվ ձեզ այս ալիքը առաջխաղացում կունենա ու սենց ինֆորմատիվ վիդեոներ էլ ավելի շատ կլինեն ու կհայտնվեն էլի շատ մարդիկ, ովքեր ապրում են օծանելիքների աշխարհով։ Շնորհակալ եմ դիտելու համար, ձեր հետերն արթվում է, հաջողություն։